ամենատարեցը Տիգրան Մանսուրյանն էր, որը զարմացրեց ինձ, ասենք, թե ինչպես էր ինքը բոլոր on-line թերթերը գիտեր եւ ինչպես հարցազրույցի ընթացքում մեկ-մեկ ընդհատում էր նորից ստուգում, թե ինչ նոր ինֆորմացիա կար, հա, նորից շարունակում էինք, այսինքն ինքը անընդհատ netbook-ը իր տրամադրության տակ էր եւ անընդհատ հետևում էր լրահոսին, բայց մի փոքր, քանի որ Տիգրան Մանսուրյանը, ասենք, շատ է դուրս գալիս Եվրոպա, Ամերիկա, այսինքն տարվա կտրվածքում մի քանի դրսերում բնականաբար եւ կարծեմ նրա պրոդյուսերը հենց իտալացի է, այսինքն ինքը այսպես թե այնպես արդեն ինտեգրվել է կարծես թե այս process-ներին, բայց մյուս մեծահասակների պարագայում, օրինակ նույն Կապանում, երբ որ ես ռեպորտաժ էի պատրաստում մի քանի ամիս առաջ կամ անցյալ տարի, երբ որ ասում էի լրագիր եմ, ասում էին առավոտը թերթում կլինի, չէ՞, այսինքն մարդու մոտ գիտակցությունը, որ եթե ասում եմ թերթից, ինքը արդեն ասոցացնում է դրա հետ ու երբ որ on-line լսում եմ մի տեսակ հետաքրքրություն չի առաջանում իր մոտ իսկ արձագանքում են նյութերից on-line թերթում գրած նյութերի մասին խոսքը Կապանի մասին որ գրում ես անշուշտ տեղացիները հետաքրքրվում են ու իմ ընթերցողներից կան մարդիկ անուններ չեմ ուզում ուղղակի տալ դրամատուրգներ չգիտեմ արվեստագետներ որոնք չեմ ուզում ուղղակի գլուխ կովել բայց երբ որ Ուրանի մասին նյութ է գրել Ուրանը բոլորիս վերջն է դրանից հետո հուզված զանգել էր Այսինքն կարդում են այնպես չէ որ չգիտեն տեղյակ չեն մարզերի մասին ինֆորմացիան Երևանում են կարդում բայց մարզերում չէ մարզերի արձագանքների չէ մարզերի նկատմամբ արձագանքը ցավոք չկա մի անգամ ուղղակի շատ պատահաբար մարզպետարանում հայտնաբերեցի որ հասարակայնության հետ կապերի վարչության պետը on-line թերթեր առավոտից կարդում այսինքն իմ համար այդ հետաքրքիր կենցաղ էր որ մարդը մտցրել է բայց մի քիչ ես կապում եմ դա իր պաշտոնի ու պարտականությունների հետ իսկ նրանից դուրս ասենք երբ որ բնակիչների շրջանում եմ ստուգում հայ ես տեսնում եմ որ երիտասարդները յուրաքանչյուրի հեռախոսի մեջ ասում ես ինչ ես անում ասում եմ ինտերնետում եմ ասում ինչ ես անում одноклассникում եմ այսինքն դեռ որ բանը одноклассникն է որպես հարգի թե ինչ որ առումով իսկ խոսեի on-line թերթերի ու ասենք տպագիր լրատվամիջոցների առնչությունների մասին այս կոնկրետ կարագայում շատ եմ տեսել մարդկանց ձեռքին ասենք թերթեր տպագրած թերթեր ինտերնետ տպագրած ասենք on-line թերթերից որոշ նյութեր ես հասկացա թե ինչպես է ավելի շատ տարածվում on-line թերթերի ասենք նյութերի մասին տեղեկատվությունը ինչպես են մարդիկ տեղեկանում մեկը ով հնարավորություն ունի կամ մի քանիսը կարդում է տպում թղթի վրա ու տարածում հետո պատճենահանում է եւ այլն եւ սա էլ մի ձև է որ հնի ու նորի պայքարի շարունակական պայքարի մի ձև է եւ մարզերում հատկապես ինձ թվում է շատ դեպքերում այսպես են ծանոթանում on-line թերթերում տվյալ մարզին վերաբերող հրատապ նյութերում իսկ ինչ է կարծում կգա ժամանակ որ տպագիր մամուլ կվերանա Աստված չանի որպես թող տպագիր մամուլ ներկայացի չէ ես քիչ պատասխանեմ բայց ինտերնետի հարցով փոքր ես էլ անդրադառնամ իհարկե ինտերնետի առավելությունը բոլորս հասկանում ենք ինչու՞մն է որ շատ դժվար վերահսկելի է շատ մեծ ազատություն կա իրան տա ծավալների սահմանափակում այո եւ դա դրական ազդեցությունը նաեւ նրանում է կայանում որ երբ որ ինչ որ կա մի այդպիսի ոլորտ որտեղ շատ մեծ ազատություն կա մնացած մամուլի միջոցները ստիպված են դա նաեւ հաշվի առնել օրինակ Չգիտեմ, եթե ինտերնետում տեղադրվի ինչ-որ լուսանկար, ասենք բանակի վերաբերյալ եւ այլն, որը կարող է մամուլի չանդրադառնալ, բայց քանի որ արդեն դա կա եւ մարդիկ գիտեն, մամուլն էլ է անդրադառնում, հեռուստատեսությունն էլ է անդրադառնում։ Ասկին եթե մի ոլորտ իրան մի քիչ ավելի շատ ազատություն է ցույց տալի, մնացածները ստիպված են հարմարվել գնալ առաջ։ Ուղղակի ես համաձայն եմ գործընկերներից հետ, որ մի բացասական բան կա, դա որ հիմնականում երիտասարդությունն է օգտվում Երիտասարդությունն էլ հիմնականում օգտվում այդ սոցիալական ցանցերից, իհարկե հեռախոսով զարթնում են, հեռախոսով քնում են դա էլ, բայց դա միգուցե հիվանդություն է, որ ժամանակի հետ կանցնի։ Ինչ վերաբերում է թերթերը կվերանան, թե չէ, զրուցում էինք էլի դրա մասին մինչև հաղորդումը, տենց իրար հետ, ժամանակին կար այդպիսի տեսակետ, որ երբ որ արդեն հեռուստատեսությունը սկսեց զարգանալ, մտածում ենք, որ թատրոնը կվերանա։ Այնուհանդերձ թատրոնը մնաց, հուսանք, որ տպագիր մամուլն էլ վերջնական
չի մահանա, կշարունակվի, բայց իհարկե այդ ինտերնետի ազատությունը ինչ-որ մի պահ կլինի երևի թե գերիշխող դաշտում, ինչպես այսօր հեռուստատեսությունն է գերիշխում, ոչ թե թատրոնը, այդպես էլ ինտերնետ դաշտը կշռի բոլոր մնացած լրատվամիջոցների հանդեպ։ Մենք ամսագրերում աշխատող իմ գործընկերները փորձում են ինձ համոզել, որ թերթերը վերանալու են, բայց ամսագրերը մնալու են, որտեղ ամսագրերը հաստ են, գունավոր են, իսկ գուցե տպագիր մամուլի ձևը փոխվեն։ Ինչու՞ չէ, հիմա արդեն դուք գիտեք, որ շատ թերթեր նորից ստիպված արդեն ունեն նաև ինտերնետ կայքեր, այսինքն թերթը նաև ունի իր ինտերնետ տարբերակը, որտեղ հասկանում են, որ պետք է ժամանակի հետ, այսպես ասած, քայլել, չի կարելի։ Հետո մեծահասակների շրջանում մամուլի մի տեսակ ավելի ընդունված հարգի, հա, թե տեղում, թե արտասահմանում, օրինակ ես Իտալիայում տեսնում եի, թե ինչպես են ամեն առավոտ իտալացիները իրենց սուրճը սկսում թերթով, այսինքն, բայց երբ մի պահ վիճակագրություն է, որ սուրճը պիտի սիգարետ։ Ահա, բայց բոլոր մեծահասակներն են, ես նայում էի, փնտրում էի կգտնեմ երիտասարդի, ով թերթ է կարդում, բայց ավելի շատ մեծահասակների շրջանում էր։ Երիտասարդները ավելի կարևոր գործեր ունեն, Չէ, իրենք այսպես թե այնպես օր սկսում են ֆրճարանում։ Անակ ես կոնկրետ թերթ եմ կարդում, որտեղ կան թերթեր, Հայաստան տպագիր մամուլի մասին է, որ իրենց կայքերում ուշ են դնում։ Մի օր, երկու օր ուշացումով, որպես երևի թերթը վաճառվի, սպառվի, հետո։ Այսօր քննարկվեցինք նաև գրականագետ Վաչե Եփրեմյան ազատ խոսքի իրավունքը։ Ասենք լրատվամիջոցների մասին չի խոսքը, մարդիկ, քաղաքացիները, եթե ազատ խոսում են, լրագրողը ինքը այդ խոսքը տպում է ազատ, ինչ է կարծում, թե որոշակի փոփոխություններ է անում, որը հետագայում հանգեցնում է կոնֆլիկտի։ Դե գիտեք, եթե լրագրողը ինքը իրեն շատ դեպքերում թույլ չի տալիս ասել կամ գրել ինչ որ ինքն է մտածում, ապա բնականաբար այլ քաղաքացու խոսքերն էլ չի փոխանցի adekvat ձևով։ Եվ այստեղ մի այլ հետարքիր երևույթ կա, էլի կապված նոր տեխնոլոգիաների հետ։ Հիմա փորձենք մտածել, մենք նույնը ինչ որ կարող ենք բանավոր ասել, կամ նույնը ինչ որ կարող ենք ինտերնետում գրել որևէ սոցիալական ցանցում, բանավոր կասենք, թե չէ։ Ինձ թվում է ինտերնետում մարդը նույնիսկ ավելի քիչ է կաշկանդված կամ բանավոր կամ ասենք ձեռագիր խոսքում, դա երևի սովորությունների ինչ որ հասարակական ավանդույթների բան է, երբ որ մարդը այդ ինտերնետային միջավայրում է գտնվում, ինքը իրեն շատ ավելի ազատ եւ անկաշկանդ է զգում։ Եվ դա եւս նոր տեխնոլոգիաների, ասենք, առավելությունն է երևի, որը մարդուն ազատում է կաշկանդվածությունից, որը կա մեր հասարակական կյանքում ընդհանրապես։ Դե մեր հասարակությունը հայկական մենք հասկանում ենք շատ պահպանողական է։ Եվ դա շատ ուժեղ կաշկանդող հանգամանք է, որից մենք ազատվում ենք եւ դառնում ենք այլ աշխարհի ամենաառաջատար հասարակությունների նման անկաշկանդ, երբ որ հայտնվում ենք իրենց հետ նույն միջավայրում, իսկ ինտերնետը դա միացնող միջավայր է, գլոբալ միջավայր։ Կարող ես առանց անունի գրել քո կարծիք, կեղծել։ Այո, եւ կամաց-կամաց սովորություն է դա։ Տպագիր մարդում արդեն գիտեն, որ դա քոնն է, ինչքան Եվ ընդհանրապես, երբ որ մենք ասում ենք այդ չորրորդ իշխանություն բառակապակցությունը, որը շատ է ծանվում, ինձ թվում է, ես միշտ վիճել եմ ասելով, որ լրատվամիջոցը ինքը չորրորդ իշխանություն չի։ Չորրորդ իշխանությունը դա հասարակական հանրային կարծիքն է, որտեղ եթե լրատվամիջոցը հասարակական կարծիքը չի արտահայտում, ինքը ոչ մի ազդեցություն կամ իշխանության մեխանիզմներ ձեռք չի բերում։ Միայն այն դեպքում, եթե ինքը արտահայտում է հասարակական կարծիքը կամ կարողանում է այնքան ազդեցիկ լինել, որ ձևավորում է հասարակական կարծիքը, այն նոր ինքը իշխանություն է դառնում։ Հիմա փաստորեն այս ինտերնետի զարգացման պայմաններում գործիքը չորրորդ իշխանության եւ ինքը չորրորդ իշխանությունը հասարակական կարծիքը միանում են, քանի որ ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքը ինտերնետով որպես լրատվամիջոցով տարածել եւ իրոք շատ հետաքրքիր ֆենոմեն է եւ գործիքը եւ գործիք օգտագործողը միանում են մի տեղում, առաջ տարբեր էին, չէ՞։ Իսկ դա տվական ոլորտում օրենսդրական դաշտի բացակայություն պակաս կա այսօր Հայաստանում։
Կան թերություններ բազմաթիվ եւ առաջին հերթին դա կապված է հեռարձակվող լրատվամիջոցների կարգավորման հարցին, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ այստեղ եւ շատ լավ է, որ դա ի վերջո գիտակցվել է կամ հուսով եմ, որ դա արդյունք է նրա, որ գիտակցվել է, որ այսօր աշխատանքային խումբ է ստեղծվել Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ, որը լրջորեն ինձ թվում է հեղափոխական մոտեցումներով պետք է փոխի այդ եղած օրենսդրությունը եւ դա իհարկե եթե ստացվի դրական դեր է խաղալու բոլոր լրատվամիջոցների համար, որտեղ եթե մենք քիչ թե շատ ազատականացնենք հեռուստատեսությունը, որը առավել կաշկանդված լրատվամիջոց է այսօր Հայաստանում, ապա դա ամբողջ դաշտը իհարկե կբացի եւ այն անիմաստ սահմանափակումներից մանավանդ անիմաստ են այսօրվա տեխնոլոգիաների զարգացման դարում կվերանան բոլոր հիմնական արգելքները եւ մենք ի վերջո կունենանք ազատ քաղաքացիներ եւ ազատ հասարակություն։ Եթե ամփոփելու լինենք մեր զրույցը, յուրաքանչյուրիս խոսքը մեր հեռուստադիտողի, Սյունիքի հեռուստադիտողի Եթե ամփոփելու լինենք, ես ես կասեի, մամուլը իհարկե շատ թերություն ունի, բայց կոչ կանեմ սյունեցիներին հավատալ այնուհանդերձ մամուլին, այսինքն հավատալ ոչ թե այդպես օդում, այլ փնտրել իրենց սիրած մամուլը, այն մամուլը, որին վստահում են, օգտվել այն հնարավորություններից, որ այսօր կան, ինչքան մենք գիտենք, այս ինտերնետը արդեն հասանելի է շատերի համար, եւ պարզապես պետք է երևի մի քիչ կամք ցուցաբերել եւ կգտնես այն մամուլը, որը քեզ հարազատ է։ Այն մտածում եմ, թե ինչ կցանկանամ, հա, կամ ինչ կասեմ սյունեցիներին։ Ըստ էության ես մի մասնիկն եմ, ինձ համար ճիշտ արմատներով հաստատ ես կողմից չեմ, բայց ապրում եմ ամեն օր այն խնդիրներով, որը այսօր իսկապես Սյունիքի համար աղետալի են, հա։ Ուզում եմ, որ այն պայքարը, որը սկսել են թե Ուրանի շահագործման դեմ, թե Դինո Գոլդմանի, այսինքն ցանկացած խնդիրների դեմ շարունակեն այն նույն տեմպով պայքարել։ Այս առումով կոչ կանեմ նաև տեղի հեռուստաընկերություններին աջակցել, նրանց էլ խնդրեցի, որ ինձ հետ կապի մեջ լինել եւ ավելի արագ լուսաբանել ոչ միայն հեռուստաընկերությունները, պարզապես քանի որ այստեղ երկու հեռուստաընկերությունների մեկ թերթ դրա համար ձեզ հենց կոչ արեցի։ Այնուամենայնիվ գիտենք, որ հեռուստատեսության համար այդ թեմաները փակ են։ Դրա համար մենք պատրաստ ենք լուսաբանելու ու մենակ այդ պայքարը, որը որդեգրել են թե հասարակական կազմակերպությունները, թե ուղղակի շարքային քաղաքացին, որ ասում է Ուրանը չպետք է շահագործվի։ Ասեմ, որ այդ թեմաները փակ չեն կոնկրետ մեր հեռուստաընկերության համար եւ մենք անդրադարձել ենք։ Ոչ թե դրա վստահում են։ Դրա համար։ Ես կցանկանայի, որ հասարակությունը քաղաքացիները առաջին հերթին չոտարանային կամ չոտարացնեին լրատվամիջոցները իրենցից, որտեվ եթե ասում են, որ ժողովուրդը իշխանության աղբյուր է, հա, պետականության աղբյուր է, ապա եթե խոսենք չորրորդ իշխանության մասին, ես նույնիսկ ասի դա ձեր գործիքն է։ Դուք պիտի ձերը համարեք ցանկացած լրատվամիջոց, քանի որ ինքը սնվում է հասարակական կարծիքով։ Ուրեմն ձևավորեք այն լրատվամիջոցները, որոնք ձեզ պետք է, ձևավորեք ձեր պահանջարկը ակտիվ ձևերով։ Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, բողոքեք, եթե դիտորդ մարմին կա, եթե լրատվամիջոցում կա մեկը, որը զբաղվում է բողոքների դիտարկմամբ, գրեք, քննադատեք, պահանջեք, ինչ եք ուզում այդ լրատվամիջոցից, լրատվամիջոցը տարբերակ չունի արհամարել ձեր կարծիքը, որտեղ ինքը գոյանում է, գոյությունը պահպանում է ձեր շնորհիվ։ Ուրեմն համարեք լրատվամիջոցները ձեր հիմնական գործիքը ձեր կյանքը բարելավելու համար։ Ես էլ մոտավորապես նույնը կասեի, կմաղթեի, որ լրատվամիջոցները իրապես լինեն հանրային կարծիքը արտահայտողը եւ որ հանրությունը իդեմս լրատվամիջոցների տեսնի իր շահերի պաշտպանը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը հիշեցնեմ եթերում մենք մեր մասին հաղորդաշարն էր, քննարկեցինք լրատվամիջոցների դերը հանրության կյանքում։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։